Այսօր հեծանվային լուսաբաց ունեցանք Հռոմ։ Նիկոլ Փաշինյանը հեծանվային լուսաբացերը Հռոմում համալրելուց հետո, Չելենտանոյի երգի տակ բոլորին սիրելուց հետո հանդիպել է Հռոմի պապի հետ։ Ինչ են խոսել կաթոլիկ եկեղեցու առաջնորդն ու հայ առաքելական եկեղեցու դեմ մեծ արշավ սկսած Հայաստանի վարչապետը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության առանձնազրույցի ընթացքում Փաշինյանն ու Լևոն 14-րդը քննարկել են Սուրբ Աթոռի և Հայաստանի հարաբերությունները։ Քննարկել են նաև տարածաշրջանային խնդիրներ, այդ թվում հայ-ադրբեջանական հարաբերությունները, և կարծես ոչ մի խոսք Հայաստանում 3 սրբազանի կալանավորումից, հայ առաքելական եկեղեցու դեմ Հայաստանի իշխանության գործողություններից։ Հայաստանում հակաեկեղեցական արշավի ֆոնին Փաշինյանի այցը Վատիկան փորձագետները պատահական չեն համարում։ Կարծում են եկեղեցու դեմ գործողություններին Հայաստանում ու Սփյուռքում զորակցություն չստանալուց հետո Փաշինյանը հույս ունի Սուրբ Աթոռում աջակցություն գտնել։ Այս այցի նպատակը քրիստոնյա աշխարհի մի հատվածում աջակցություն ստանալն էր, քանի որ Նիկոլ Փաշինյանի հայ առաքելական եկեղեցական այս արշավը ինքը որևէ լուրջ աջակցություն թե Հայաստանի ներսում, թե առավելևս Սփյուռքում չի ստանում։ Փորձագետների տպավորությամբ Հայաստանի վարչապետը աջակցության կարիք ունի հատկապես հոգևորականների շրջանում։ Դրա համար էլ մասնակցել է Սուրբ Պետրոսի հրապարակում arczepiskopos Իգնատիոս Մալոյանի ևս 6 երանելիների սրբադասման արարողությանը Լևոն 14-րդի հանդիսապետությամբ։ Սա կաթոլիկ եկեղեցու ամենաբարձր հոգևոր արարողություններից է։ Երբեմն նաև կոնկրետ ցուցմունքները, որ տրվում էին նրանց կողմից, որը հիմք է հանդիսանում հետագայում arczepiskopos-ի օրինակ ձերբակալման, կալանավորման, դա բավարար չէ, դա լուրջ, այսպես ասենք, զինանոց չէ Նիկոլ Փաշինյանի համար, այդ իսկ պատճառով ինքը փորձում է լուրջ աջակցություն ստանալ երկրից դուրս հոգևորականության շրջանում։ Դժվար է ասել, արդյոք ստացել է Փաշինյանն այն աջակցությունը, ինչն այս պահին իրեն պետք է Հայաստանում հակաեկեղեցական արշավը ավարտին հասցնելու համար։ Համենայն դեպս փորձագետների տպավորությամբ նա դրա համար առավելագույնն արել է։ Այցելել է Հռոմի Սուրբ Նիկողայոս հայ կաթողիկե եկեղեցունքից Լևոնյան վարժարան, Իտալիայում Հայաստանի դեսպանատուն, շփվել Իտալիայի նախագահ Սերջո Մատարելայի հետ։ Մի խոսքով իր երկօրյա այցի ընթացքում Փաշինյանը հնարավոր բոլոր հանդիպումներն ունեցել է փորձագետների խոսքով կաթոլիկ աշխարհի հովանավորությունը ստանալու համար։ Լիլիթ Գասպարյան, Նորայր Շարբաթյան, Հայլուր։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։